Ֆորտունայի եթերում տեսադաշտն է, բարև ձեզ։ Տարբեր երկրներում տարբեր են հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունները։ Այդ հարաբերությունների ձևերը սերտորեն առնչվում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին։ Իսկ թե ինչպիսին է աշխարհիկ եւ հոգևոր կառույցների համագործակցությունը մեր երկրում, կփորձենք պարզել այսօր մեր հաղորդման շրջանակներում իմ հյուրերի հետ միասին։ Իսկ իմ հյուրերն են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր-Սեպու arczepiskopos Չուլջյանը եւ հնորում մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Բարև ձեզ։ Ողջույն ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք թերևս նրանից, որ Սրբազան հայր պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին այս կամ այն չափով միշտ իր մասնակցությունն ունեցել է պետական գործերի մեջ եւ երբեմն օրհասական պահերին նաեւ պետականության պահպանմանը միտված քաղաքականություն է վարել։ Այսօր ինչ հարթության վրա են գտնվում եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Շատ լավ։ Ուրեմն նախ անդրադառնանք պատմությանը, թե սրանից 600-700 տարի առաջ ունեինք պետականություն, Կիլիկյան թագավորություն ունեինք, եւ այդ ժամանակաշրջանում պետություն եկեղեցի հարաբերությունը այլ որակական հարթության վրա էր։ Այսօր բնականաբար այլ հարթության վրա պետք է լինի եւ այդպես էլ կա։ Իսկության մեջ պետականության բացակայության ժամանակահատվածում եկեղեցին ստանձնել է որոշ ֆունկցիաներ, որոնք վերապահված են եղել միշտ պետականություն ունեցող ազգերին ժողովուրդներին եւ իրականացրել է պատվով դժվարին պայմաններում եւ սակայն միշտ էլ այդ պետականության բացակայության ժամանակահատվածին ժողովրդի մեջ սերմանել է եկեղեցին պետականության գիտակցություն, որով հայ ժողովուրդը միշտ էլ փայփայել է ունենալ իր պետությունը, անկախ պետությունը։ Եվ այդ գիտակցությամբ է, որ մենք կառուցել ենք մեր հասարակական կյանքը եւ եկեղեցի ժողովուրդ հարաբերությունը։ Եվ եթե մենք ավելի խորը վերլուծության ենթարկենք այս միտքը, կարող ենք անդրադառնալ, որ ազատագրական բոլոր պայքարների հիմքում պետականության գիտակցությունն էր։ Ուրեմն մի որակական հատկանիշ է պետականությունը, որ անհրաժեշտություն է պահանջարկ է ցանկացած ժողովրդի համար։ Եվ մենք այդ ժամանակահատվածում իբրև եկեղեցի, իբրև ժողովուրդ սերտ համագործակցել այդ գիտակցությունը վառ ենք պահել, մինչև որ եկավ այն գեղեցիկ օրը, որ մենք ունեցանք անկախ պետություն։ Եվ սա երրորդ հանրապետությունն է, այդպես ենք ասում, բայց ընդհանրապես մեր հանրապետությունն է եւ համագործակցությունը այս ժամանակահատվածի համար էլ շատ մեծ չէ։ 20-22 տարվա պատմություն ունի եկեղեցի պետություն հարաբերությունները։ Եվ բնականաբար ինչ-ինչ քայլեր կատարված են, ինչ-ինչ ծրագրեր մշակված են, համատեղ օրենսդրական դաշտում հարցեր լուծված են։ Օրինակ կարող եմ ասել եկեղեցի եւ կրթություն, որ համապատասխան նախարարության հետ միասին բավական առաջընթաց է ապրել արդեն։ Եկեղեցի եւ բանակ հարաբերությունը, եկեղեցի եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը։ Այսինքն օրենսդրական դաշտում երևս որոշակի քայլեր իրականացվում են։ Իհարկե, որոշակի քայլեր իրականացվում են եւ պետք է ասել, որ բավական հաջողություններ արձանագրել ենք։ Սակայն ունենք նաեւ փաստողումներ։ Եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ հատկապես խղճի ազատության մասով կարող ենք ասել, որ որոշ թերացումներ կան, հավատում ենք, որ մի օր դրանք էլ պետք է շտկվեն։ Շատ լավ, բացթողումներին դեռ կանդրադառնանք, պարոն Նալբանդյան։ Շատ հաճախ բնակչությունը նշում է, որ պետությունը պետք է պետականությանը միտված քաղաքականություն վարի, իսկ արդեն եկեղեցին ազգապահպան գործունեություն։ Բայց նշվում են նաև կարծիքներ, որ սրանք պետք է համատեղ լինեն։ Այս առումով ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Պետք է համատեղ լինեն, թե այնուամենայնիվ յուրաքանչյուրը իր գործը պետք է կատարի իր մասով։ Այդ առումով ես պետք է ասեմ, որ համախմբված լինելը ամենակարևոր գործոնն է եւ բնականաբար կան գործառույթներ, որ պետք է իրականացվեն ըստ հոգեվորի եւ ըստ պետական մոտեցման։ Բնականաբար այդ գործառույթները, որ իրականացվում է պետության կողմից, այս պարագայում նույնիսկ եկեղեցու միջամտության կարիքի չկա, որովհետեւ եկեղեցու դերը այս պետական աշխատանքների առումով լրիվ այլ է, բայց ես մի բանում համոզված եմ, որ երբ որ համախմբվում ես մի գաղափարի շուրջ, իսկ այդ գաղափարը պետությունն է եւ պետականությունը, բնականաբար հոգեվորը եւ պետական աշխատանքները չեն կարող իրարից տարանջատվել, եւ եթե մենք միասնական ենք, եթե մենք
նման հարցերին հոգևոր եւ աշխարհիկ պաշտոնյաները կամ աշխատակիցները միասին են, ապա պետք է ասեմ, որ արդյունքը լրիվ այլ է եւ մեր պետության, եթե անցյալը նայենք, կտեսնենք, որ երբ որ պետություն եւ հոգևոր միասնական են եղել, այդ ընթացքում արձանագրել են միայն հաջողություններ եւ հաղթանակներ։ Իսկ տարանջատման դեպքում բնականաբար մենք ունեցել ենք ցավոք սրտի շատ պարտություններ, ցավոք սրտի շատ դժբախտ էջեր մեր պատմության մեջ, դրա համար մեկ անգամ եւս սա մեզ ստիպում է, որպեսզի պետություն եւ հոգևոր դա մի մարմին է, մի կառույց է եւ պետք է մենք միասնական լինենք։ Այո, իսկապես բնակչությունը ավելի է ոգևորվում, երբ հոգևոր եւ պետական կառույցների ղեկավարները միասին կանգնած են եւ փորձում են ինչ-որ բան անել։ Եվ ի հավելումն այս ամենի ամբողջովին կիսելով բարոն Մարզբեդի մտքերը, ավելացնում եմ, որ ի վերջո մենք բոլորս մի նավի մեջ ենք։ Մեկ։ Ի վերջո բոլորս նույն գործն ենք կատարում։ Հանուն մեր ժողովրդի, չէ՞։ Հանուն մեր հայրենիքի։ Ի վերջո մեր ժողովուրդն է սա մեզանից պահանջում եւ որ դա մեր բոլորի ազգային pedagogan շահերն են դա մեզանից պահանջում հետեւաբար մեր միասնությունը ցանկացած ծրագրի շուրջ ցանկացած գաղափարի շուրջ առաջնային է եւ խիստ կարեւոր սա միայն գնահատելի է իսկ ողբերգական կլներ եթե տարանջատվեր եթե վերևներում նախագահան եւ կաթողիկոսը չհամագործակցեին Ես այստեղ Լոռու Մարզբեդի հետ, պարոն Նալբանդյանի հետ չհամագործակցեի։ Քաղաքներում հոգևորականները իրենց քաղաքաբեդերի կամ գյուղերում գյուղաբեդերի հետ ինչի կնմանվեր այս ամենը։ Արդեն մենք ունենք ազգային առանձնահատկություններ, միշտ լինել ինքնուրույն եւ առանձին, միայնակ գործելու։ Իսկ որտեղ է որ մենք պետք է համախմբվենք։ Այնտեղ, որտեղ պահանջում է մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության շահը։ Այստեղ պետք է համագործակցենք։ Եվ ի վերջո կներեք, պետություն ասելով ինչ ենք հասկանում։ Մի ամբողջ ժողովուրդ։ Եկեղեցի ասելով ինչ ենք հասկանում։ Մի ամբողջ ժողովուրդ, նույն ժողովուրդ։ Եվ այս պարագայում ամեն ինչ անում ենք հանուն ժողովրդի, եւ շատ կարեւոր է որ ժողովուրդն ինքն էլ տեսնի, որ աշխարհիկ եւ հոգեվոր ներկայացուցիչները համախմբված են եւ ես վստահ եմ, որ մեր օրինակով Սրբազանը ինչպես նշեց, մենք կարող ենք նաեւ օրինակ ծառայել շատ-շատերի։ Այնուամենայնիվ, պարոն Ալբանդյան, որքանով են այսօր մեր մարզում արդեն հոգևոր եւ պետական, այսպես կառույցները համագործակցում, հաճախ եք համագործակցում Սրբազանի հետ։ Պետք է անկեղծ լինել եւ ասել, որ ոչ թե հաճախ, այլ շատ հաճախ, որովհետեւ մեր մարզում կա մի այսպես դրվածք, որը շատ գովելի է եւ ողջունելի, եւ ես անկեղծ ասած չեմ պատկերացնում պետական որևէ մի աշխատանք առանց մեր հոգեվոր առաջնորդի, առանց Սրբազանի, առանց մեր եկեղեցու, որովհետեւ մենք տարբեր թելերով կապված ենք միմյանց հետ եւ այս առումով նաեւ իմ եւ Սրբազանի համագործակցությունը փոխանցվում է նաեւ համայնքներին, որովհետեւ Լոռու մարզում ունենք արդեն գործող 30-ից ավել եկեղեցիներ եւ բնականաբար այդ եկեղեցիները ակտիվ համագործակցության մեջ են տվյալ համայնքների հետ, տվյալ տարածաշրջանի համայնքների հետ եւ այս նորմալ մարդկային աշխատանքային հարաբերությունը փոխանցվում է նաեւ իրենց եւ ես պետք է ասեմ, որ ուրախանում ենք դրանից, որ հարաբերությունները համայնքի ղեկավար, տվյալ տարածքի եկեղեցու հոգեվորական ջերմ նորմալ հարաբերություն է, որից շահում են տվյալ համայնքի բնակիչները։ Բացի այդ պետք է ասեմ, որ չկա մի համապետական միջոցառում, որ մենք եկեղեցու հետ համատեղ չիրականացնենք, չկա մի ոլորտ, հատկապես կցանկանայի նշել կրթությունը եւ ինչպես նշեց Սրբազանը բանակը, որ մեր եկեղեցու դերը այդ ոլորտում շատ մեծ է եւ ինչպես գիտեք պետությունը արդեն բազմաթիվ քայլեր է իրականացնում, որպեսզի մեր հայ առաքելական եկեղեցու դերը եւ նշանակությունը նաեւ փոխանցվի մեր նոր սերունդներին, դա մեզ համար շատ կարեւոր է եւ պատահական չէ, որ պետական ծրագիր է իրականացվում դպրոցներին, կոնկրետ հայ ժողովրդի, հայ եկեղեցու պատմության վերաբերյալ եւ այսօր մենք ունենք նորմալ մասնագետներ եւ ուրախություն մեզ պետք է ասեմ, որ այդ մասնագետները կարողացել են այս վերջին կարճ տարիներին այնպիսի կրթություն մատուցել մեր երեխաներին, որ առարկայական օլիմպիադա որպես եկեղեցու պատմությունն էլ մտած է
հանրապետական օլիմպիադաների ցանկի մեջ եւ մեր երեխաները բազմաթիվ լուրջ հաջողություններ են ունենում նաեւ հանրապետական օլիմպիադաներին։ Սրանք բոլորը խոսում են եկեղեցի եւ պետություն համագործակցության մասին եւ իհարկե այդ համագործակցությունը շատ է, ես հիմա չեմ կարծում, որ ժամանակը կհերիքի, որ մենք թվարկենք, ուղղակի մեր համագործակցությունը տեսանելի է նաև մեր բնակիչների համար եւ ես համոզված եմ, որ նրանք իրենց աչքով տեսնում են, թե մենք ինչ ջերմ, նորմալ հարաբերությունների մեջ ենք եկեղեցու հետ։ Իսկապես համագործակցությունը կա եւ շատ հաճախ բնակչության ինչ որ խմբի կողմից սխալ է ընկալվում եւ ինչ որ թյուր կարծիքներ են տարածվում։ Սրբազան հայր, ինչով է դա պայմանավորված ըստ ձեզ։ Դուք տեսեք, որ մեր հանրային կյանքում բազմաթիվ երևույթներ կան, գնահատականի արժանի։ Կան նաեւ բացասական երևույթներ։ Քո մեջ անձը, որ դիտում է այդ երևույթները, ինչ աչքով է նայում, ինչպիսի քննադատական կամ քննողական աչքով է նայում։ Դրանով էլ պայմանավորված է։ Եթե ուզում ես լավը տեսնել, կտեսնես լավը։ Եթե ուզում ես վատը տեսնել, բնականաբար վատը կտեսնես։ Անպայման կգտնես այդ վատը։ Եվ կան հասարակության մեջ հորետեսներ, վատատեսներ, չափից ավել կան, բայց դրանք երակշիռ չեն, դրանք մեծամասնություն չեն։ Մեծամասնությունը մեր ժողովրդի մեջ լավատեսներն են։ Տեսնում են դրա մեջ լավը, բարին, գեղեցիկը։ Ինչն է վատ։ Կներեք, այստեղ մի փոքրիկ շեղում կատարեմ։ 1905 թվականին, երբ Շուշիի ջարդերն էր տեղի ունենում, Շուշիում, այնտեղի առաջնորդը, այդ օրերի առաջնորդ եպիսկոպոսը նրանց մոլլային հրավիրեց միտեղ, ասեց, արի ասեց, շատ բան չենք կարող անել։ Միասին նստենք ֆայտոն եւ Շուշիի փողոցներով պտտվենք։ Թող ժողովուրդը տեսնի, որ մենք միասին ենք եւ դատարի այդ փոխադարձ մեղադրանքներն ու եւ արյուն էր թափվում Շուշի փողոցներում։ Այդպես էլ եղավ։ Դա օգուտ տվեց, թե վնաս տվեց։ Օգուտ տվեց։ Եվ մենք այսօր առավել եւս մեր հայրենի կառավարության, մեր հայրենի եկեղեցու, մեր ժողովրդի հետ ինչու պետք է միասնական չլինենք։ Չեմ հասկանում, թե ինչպես ով ինչի մեջ է մեղադրում։ Կարող է մարդը նստած իր տանը ինչ որ հյուսել առասպելներ խոսել, զրուցել, բամբասել, սակայն ճիշտը այն է, որ շփվի մեզ հետ եւ ասի, ինչու՞մն է իր դարդը, ցավը, ինչը իրեն դուր չի գալիս։ Ես սիրով մեջ վատ բան չեմ տեսնում։ Հարգանքի մեջ վատ բան չեմ տեսնում։ Համագործակցության մեջ առավել եւս մենք բաց ու թափանցիկ ենք։ Ինչպես ես իմ տեղում մեր մարզբետները թե նախքին թե այսօր ես այսքան տարի ծառայում եմ, երբևիցե մեր ժողովուրդը որտեղ է որ ինչ որ բան իրեն անհասկանալի մնաց, որ հարցում մենք սիրով պարզ պատրաստ ենք բացատրելու եւ այսօր հենց այդ հնարավորությունն ենք ձեռնում այն հորետեսներին, ովքեր թյուր կարծիք ունեն մարզպետ Սրբազան համագործակցություն եւ առհասարակ պետական եւ հոգեվոր կառույցներ համագործակցությունների հետ կապված։ Սրբազան հայր, այնուամենայնիվ համագործակցությունները կան եւ դրա վառ օրինակն է նաեւ ձեռք մեկնիր եղբորդ ակցիան ծրագիրը, որը մեկնարկեց եւ դեռ ընթացքի մեջ է։ Խնդրեմ ներկայացրեք նպատակը ակցիայի եւ դեռ ինչ սպասենք առաջիկայում։ Ուրեմն, ինչպես ասի, հանրային կյանքում շատ խնդիրներ կան։ Ասել, թե սա պետության ֆունկցիան է, ինչ է նշանակում, ձեռքերը պիղադոսի նման լվանալ եւ քաշվել, թողնել պետական այրերին, որ մեն մնաք այս կամ այն հարցը լուծել։ Դա եթե ժողովրդի հարցն է, եթե ժողովրդի մի խավի աղքատի չունևորի անտունի տնանգի հարցն է, ուրեմն դա նաեւ եկեղեցու խնդիրն է։ Բնական է, դա իմ հավատացյալն է, դա իմ ժողովուրդն է։ Որքան պետական մարդու համար իր քաղաքացին է, ինձ համար էլ իմ հավատացյալն է։ Հետևաբար այս ակցիայի նպատակն է ձեր ձեռքի տված աջակցել այն խավին, ովքեր որ պետական այս կամ այն ծրագրից չեն կարողանում օգտվել, սակայն ունեն ուրիշ ինչ պատճառներ։ Մենք նաև ձեռք ենք մեկնում այդ կատեգորիային, այդ կարգավիճակում հայտնված մարդկանց, որով տեսնում եմ, որ իրապես մեծ հաջողություն արձանագրեց ծրագիրը։ Մեծ հաջողություն արձանագրեց։ Այն անձը, այն ընտանիքը, որի համար որ մենք այսպես փորձեցինք այս ակցիան, այսպես ասենք, ակցիան անցկացնել, ժողովրդի մեծ մասը աջակցեց։ Մարզպետարան իր ամբողջ կազմով, քաղաքապետարան իր ամբողջ կազմով։
ոստիկանությունն իր կազմում, առողջապահության ոլորտը, կրթական ոլորտը, բարձրագույն հաստատությունները, անհատ ձեռներեցներ, գործարարներ, պարզ հավատացյալ քաղաքացիներ, յուրաքանչյուրը իր ձևով, իր տեսակով մասնակցեց, իր չափով, ուսանողներ մասնակցեցին, որոնք 100 դրամ իրենց համար մեծ գումար է, գիտենք, բայց 3-4 ուսանողով 50 դրամով, 100 դրամով միացան այս ակցիային։ Սա ինչ է նշանակում։ Միթե այստեղ ուրախանալու, ոգևորելու բան չկա։ Ուրեմն այս լավատեսների բանակն է սա։ Այսինքն կամեցողների բանակն է, այսինքն նրանց, ովքեր սիրում են ինչը հայրենիքը, ինչը իր նմանին, իր ժողովրդին, ում, չէ՞։ Ուրեմն սա ինքնին խոսում վկայություն է, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը պատրաստ է աջակցել միմյանց փող օգնությամբ վերականգնելու թե անհատ քաղաքացու կյանքը փոխելու, թե ընդհանրապես մեր պետական կյանքը, հանրային հասարակական կյանքը։ Այս լավատեսությունը պետք է գնահատել ի վերջո, գնահատել, ես գնահատում եմ, Աստված օրհնի նրանց։ Պարոն Ալբանդյան, ի վերջո սա եկեղեցու կողմից ինչ որ չափով պետության գործերին միջամտություն չէր։ Սա ընդհանրապես բարեգործություն էր։ Եվ պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Սրբազանին, որ ինքը նախաձեռնությամբ հանդես եկավ եւ սա Սրբազանի միտքն է, գաղափարն է, եւ մենք բոլոր այն մտքերին ու գաղափարներին, որը ժողովրդական է, պատրաստ ենք աջակցելու։ Եվ բնականաբար եկեղեցին չի միջամտում, այլ ընդհակառակը փորձում է օգտակար լինել պետական գործերին, եւ սա դրա վառ օրինակներից մեկն է։ Ուղղակի պետք է հաշվի առնենք կարևոր հանգամանքը, որ մեր համայնքները դեռ չունեն այն ցանկալի բյուջեն, որ կարող էին ունենալ, եւ յուրաքանչյուր խնդիր կապել համայնքի բյուջեի հետ, կապել պետական բյուջեի, պետական միջոցների հետ, ինձ թվում է ճիշտ չի լինի, եւ ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում ընդունված են նման ակցիաները, նման բարեգործությունները, ինչպես գիտեք, Վանաձոր համայնքում հատկապես երկրաշարժից հետո բազմաթիվ բնակարանային խնդիրներ գոյություն ունեն։ Ինչ քայլեր են իրականացվում, պարոն Ալբանդյան։ Ես հիմա կանդրադառնամ, բայց ես շատ լավ գիտակցում եմ, որ համայնքային բյուջեն ի վիճակի չէ այդ բոլոր խնդիրները լուծելու, եւ բնականաբար օգնության է հասնում նման ակցիաները գոնե այդ ընտանիքներից մի քանիսին նման ճանապարհով փրկած լինեն եւ կօգնեն ոչ միայն կոնկրետ այդ ընտանիքին, այլ նաեւ համայնքին, կոնկրետ պետությանը։ Իսկ ինչ վերաբերում է բնակարանաշինության հետ կապված խնդիրներին, ապա պետք է ասեմ, որ բնակարանաշինությունը կշարունակվի ըստ երևույթի հունիս ամսից, հատկապես Լոռու մարզի կտրվածքով, որովհետեւ Գլենդել-Հիթ շինարարական կազմակերպությունը աշխատանքները պետք է սկսի հունիսին եւ գիտեք մարզի 33 գյուղական համայնքներում շինարարությունները մի մասը ընթացքի մեջ են, մի մասը ընդհանրապես դեռ չեն սկսել եւ մենք ունենք 505 բնակարաններ, որոնք դեռ պետք է կառուցվեն։ Վանաձորում կոնկրետ ընդամենը երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների թիվը մեր ցուցակով 16-ն է եւ մենք տեսնենք թե որ ճանապարհով ենք այդ բնակարանները կառուցում կամ ԲԳՎ-ների տարբերակով ֆինանսական աջակցություն ցուցաբերում, այդ խնդիրը մոտ ամիսներին կլուծվի։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Վանաձորի այս ծրագրին, ապա պետք է ասեմ, որ սա միջամտության հետ կապ չունի, սա ընդհանրապես մի բարի գործ է, մի բարեգործություն է, որին մասնակցեցին գրեթե բոլոր վանաձորցիները։ Թերևս տեղին է դիտել տեսանյութ ակցիայի մասին պատմում, որից հետո կշարունակենք մեր զրույցը, խնդրեմ հարգելի հեռուստադիտողներ, դիտում ենք տեսանյութ։ «1991 թվականից Քալաշյանների 4 հոգանոց ընտանիքն ապրում է այս տնակում։ Ժամանակավոր կացարանը դարձել է նրանց մշտական բնակարանը։ Սամվելի որդին մանկուց հաշմանդամության առաջին կարգ ունի, ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է։ Տարիներ առաջ դեռ կարողանում էր աշխատել, հիմա աշխատանք չի կարողանում գտնել։ Ասում է ձեռնափայտը տեսնում են, նույնիսկ պահակ չեն ընդունում։ Վանաձոր ջոկատի կազմում 1992 թվականից Սամվելը մասնակցել է Արցախի ազատագրությանը, Մարտակերտ, Քարվաճառ եւ այլն։ Ընտանիքը դժվարին տարիները հաղթահարել է պայքարելով
նաև առօրյա դժվարությունների դեմ։ Ամեն առավոտ ամբողջ ընտանիքն արթնանում է ժամը 7-ին։ Այդ ժամանակ է սկսվում դիմաց թաղամասի ջրամատակարարման նպատակով ջուր մղող պոմպերի աշխատանքը։ Խողովակն անցնում է տնակի առջևով։ Արձակած ձայնն ու ցնցումն արթնացնում են բոլորին։ Այն ժամանակ դեռ տնակային պայմանները բարվոք էին։ Հիմա տանիքը կաթում է, պատերը փտել են, խոնավությունն ու նեղվածքը հիվանդությունների առաջացման պատճառ են դարձել։ Հիվանդ որդու սայլակը հնարավոր չէ տնակի նեղվածքում եւ խորթուբորդ հատակի վրա տեղաշարժել։ Տնակային պայմանների վիճակը ինչպես են պետք է խոնավություն, առաջնահերթ, գազապիկացում չունենք, ջրի կոյուղ չկա ընդհանրապես, տուալետ ընդհանուր էր, ամեն մեկս մեզ համար։ Դիմել է պաշտպանության նախարարությանը, մերժել են։ Լուծում են միայն պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձածների եւ զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրները։ Դիմել է նաեւ մարզային ու քաղաքային իշխանություններին, բայց անակնկալ ուրախ մեկ ուրիշից էր լսելու։ Գուգարաց թեմի առաջնորդն անձամբ այցելեց, տեսավ պայմաններն ու որոշեց օգնության ձեռք մեկնել։ Ձեռք մեկնիր եղբորդ համակարգային դրամահավաք ակցիան Գուգարաց թեմի առաջնորդի նախաձեռնությունն է։ Ապրիլի 23-ին նրա գլխավորությամբ ձևավորվեց հանձնաժողով, որի կազմում Վանաձորի քաղաքապետարանի, Լոռու մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, մտավորականներ եւ հոգեվորականներ։ Սա շատ ողջունելի առաջարկ է, բարոյական մեծ քայլ է եւ բարոյականը ոչ միայն հենց ցանկություն, այլ ցանկությունը գործի վերածելու ընթացք է սա։ Ակցիայի շրջանակում թողարկել են բացիկներ, դրանց վաճառքից գոյացած գումարով բնակարան է գնվելու։ Առաջնորդարանի հարկի տակ հանձնաժողովի անդամների երկու հանդիպում արդեն տեղի է ունեցել։ Լոռու մարզպետարանը իր ենթակայության կազմակերպություններով եւ աշխատակազմով նախաձեռնություն է հանդես բերել եւ մասնակցություն կունենա 918,500 դրամի չափով։ Մենք այսօր խորհրդակցել ենք մեր Վանաձորի քաղաքապետարանի բաժնի վարիչների հետ, պատասխանատու աշխատողների հետ, բոլորը մի համուր ոչ մեկ անգամ չի ընդդիմախոսել կամ հասկացել, որ ասեք ինչի հենց այդ ընտանիքին, որովհետև բոլորն է ճանաչում էին եւ ներկայացրեցինք Սրբազանը շատ ճիշտ ընտրություն է կատարել, բավական դժվար կետությամբ ապրող ընտանիք է տնակային ավանում։ Մենք էլ քաղաքապետարանի աշխատակազմով եւ մեր ենթակայության ձեռնարկություններով 760,000 դրամի կտրոններ եք վերցրել եւ մոտակա ժամանակում կավարտենք այդ խնդիրը։ Կատարումի բաժինը նույնպես մասնակցում եք ձեռք մեկնի եղբոր այդ ակցիային եւ նախնական 50,000 դրամի վերցրել եք մասամբ մենք этап-этап ենք գնելու։ Դրամահավաքն ընթացքի մեջ է հանձնաժողովի անդամները հույս են հայտնում, որ 2 ամիս անց անհրաժեշտ գումարը հավաքված կլինի։ Բնակչությունը ինքը եթե ցանկանում է ձեռք մեկնել իր նմանին իր հայրենակցին, իր ազգակցին խնդրեմ, մենք պատրաստ ենք այդ ձեռքը չթողնել օդում, այլ սեղմել այդ ձեռքը, որով մենք սեղմած ձեռքով օգնում ենք մեկ ուրիշ ձեռքի։ Խորին շնորհակալություն ես կարող հայտնել մեր Սրբազանին, երախտապարտ կլինեմ, որովհետև այսքան չարչարանքներից հետո գոնե կարող իմանամ, որ ունեմ իմ անկյունը։ Քալաշյանները դժվար են ապրում, բայց չեն բողոքում։ Կարևորը Աստված իրենց հետ է։ Աստված ու նրա կամքը կատարող որդիներն, ովքեր նախաձեռնեցին բարի գործը, եւ նրանք, ովքեր կգնեն բացիկներն ու իրենց լուման կունենան Աստվածահաճո գործում։ Սրբազան, բայց այս հաշմանդամություն ունեցող երեխի համար դժվար է, գիտես։ Առաջի հատվածը։ Հա։ Դիտեցինք տեսանյութը, հարգելի հեռուստադիտողներ, եւ արդեն վերադարձել ենք, հիմա շարունակում ենք մեր քննարկումը։ Սրբազան հայր, ինչպես նշվեց տեսանյութում, դուք ճիշտ ընտրություն եք կատարել այդ ընտանիքը ընտրելով։ Հետաքրքիր է, թե ինչպես եք կանգ առել հենց այդ ընտանիքի վրա։ Մեր ձեռքին ունենք 26 ընտանիքի հասցե, որով պետք է այցելեինք եւ տեսնենք։ Սակայն 26 ընտանիքին այցելելու անհրաժեշտություն չզգացինք, որովհետեւ ունենք 5 ամենախիստ կարիքավոր ընտանիքի մասին տվյալներ արդեն մեր ձեռքին։ Եվ ես անձամբ այցելեցի այդ 5 ընտանիքները։ Շփվեցի նրանց հետ։ Նոր տարում եւ նոր տարուց հետո ընկած ժամանակահատվածում։ Առանց զգաստուն տալու, առանց իրենց որևէ բան հուշելու։ Ուղղակի զննեցի, քննեցի եւ ապա հանձնաժողովի կազմեցի հանձնաժողով եւ հանձնաժողովի արչեւ այս 5 ընտանիքի անունները դրեցի եւ որոշ հատ նայեցինք բոլոր ընտանիքներին առնչվող տվյալները եւ ընտրեցինք այս մեկին։ Սակայն սա այսպես, ովքեր էին հանձնաժողովի անդամները, միգուցե սա էլ է ձեզ հետաքրքրում, ասեմ ձեզ։
գրողների միությունից կա, բժիշկ կա, ոստիկանությունից կա, մարզպետարանի աշխատակից կա, քաղաքապետարանի աշխատակից կա, մշակույթի ասպարեզից կա, հասարակական կազմակերպություններից մի քանիսը կան, եկեղեցականներ կան, այդպես թվով 9 հոգի կան, եւ նրանց միջոցով է, որ այս ամենը կարողացանք մի բերել։ Մի ուրախալի լուր եւս ուզում եմ օգտվելով առիթից, միգուցե այս հարցին հարագից հարց լինի, բայց ուզում եմ իմ ուրախություն անմիջապես հայտնել։ Երեկվա դրությամբ Մոսկվայից ժամանեց մի շատ հարգարժան անձնավորություն, ով վանաձորցի է եւ սակայն ապրում է գործարարությամբ Մոսկվայում։ Նա լսելով այս ակցիայի մասին իր ուրախությունը հայտնեց, իր վստահությունը, իր աջակցությունը եւ մեզ նվիրաբերեց մի բնակարան եւս, որ 4 սենագից է բաղկացած։ Եվ անմիջապես վկայական ինձ հանձնեց եւ նաեւ վստահագիր կամ լիազորագիր, որով լիազորում է, որպեսզի եւս մեկ ընտանիքի ուրախացնենք։ Հիմա ունենք նաեւ այդ խնդիրը։ Ով է լինելու հաջորդ երջանիկը։ Ես մտածել եմ, որ ոչ պակաս 7-8 հոգուց բաղկացած մի ընտանիքի այդ 4 սենականոց բնակարանը հատկացնել։ Ուզում եմ այդպես լինի։ Իսկ շարունակության համար եւս մի խոստում կա, որ առայժմ չեմ ուզում դեռ բացահայտել, երբ խոստումը իրականանա նոր կբացահայտեմ։ Որ եւս մեկ ընտանիքի նույնպես բնակարանի հարց կարող ենք լուծել։ Եվ այս կերպ մենք ուրախացրած կլինենք 3 մեր ազգագիծների 3 ընտանիքի։ Սրբազան հայր, տեսանյութում տեսանք, որ բացիկներ են պատրաստվել եւ այդ բացիկները իրացվել են ակցիայի շրջանակներում։ Այնուամենայնիվ այդ բացիկները պարտադիր թե կամավոր սկզբունքով են իրացվել։ Ուրեմն բացիկները կամավոր հիմունքներով ինչպես կարող ես պարտադրաբար բարեգործություն անել։ Ինչպես կարող ես պարտադրաբար մեկից գումար հայցել կամ խնդրել։ Չես կարող դա։ Մենք ինչ օրեր ենք ապրում, որ ինչ որ մեկին ինչ որ բան պարտադրենք։ Անշուշտ կամավոր է եւ թեր ավելին սիրահորժար է։ Երբ մեկը սիրում է, նրան պարտադրելու կարիք չկա։ Երբ այս ժողովուրդը սիրում է իր հայրենիքը, իր հայրենակցին, տնագում ապրող մարդուն եթե սիրում ես, հարգում ես, քեզ պետք է ինչ որ մեկը պարտադրի, չեմ կարծում, որ պարտադրելով ինչ որ հաջողություն կարող ենք ունենալ։ Տեսեք, ուրիշ մարզերում, ուրիշ թեմերում կարող եմ ասել, տևել է 1 տարի, 6 ամիս մինչև։ Մենք ընդամենը այս ակցիան սկսելու, այդ ակցիաների բաժանումը կամ վաճառքը կազմակերպելու պահից մինչ այս պահը ուղիղ 20 օր է անցել եւ համարյա վերջացել է ակցիաների վաճառքը։ Եվ շատ Դա է հետաքրքիր, Սրբազան, որ 20 օրում ինչպես կարողացան կամավոր հիմունքներով իրացնել այդքան մեծ թվով։ Դա խոսում է մեր ժողովրդի լավատեսության, վստահության մասին։ Ինչ է կարծում, եթե նմանատիպ ակցիա լինի, նորից նույն մարդիկ կգնեն այդ բացիկները։ Հավատում կգնեն եւ կշարունակեն։ Եվ ես մտադիր եմ ոչ անպայմանորեն ակցիա վաճառելով շարունակել նման ծրագիր, այլ միջոցների եւս դիմել, այլ բարեգործական ձևեր եւս կիրառել եւ մենք ունենանք Սանկտ Պետերբուրգ թաղամասում ոչ թե տնագային ավան, այլ այգի, զբոսայգի, ուր տատիկներ, պապիկներ, երեխաներ այդ այգում զբոսնեն։ Դե եթե մեր մարզի 2 առաջնորդները համախմբվեն, վստահ եմ, որ մենք առաջիկայում կունենանք այդ զբոսայգի։ Միանշանակ։ Իհարկե մի լավ խոսք ունի։ Ես ուզում եմ անպայման սա նշել, լորեցուն բնորոշ հատկանիշը այս գեղեցիկ ասացվածքով, երբ ասում եմ հացը դիր հացիս վրա, ուզում ես ներքևից կծիր, ուզում ես վերևից։ Հացը հացի վրա դնելու խնդիր ունենք մենք։ Մեր քրդինքը միմյանց քրդինքին շաղախելու խնդիր ունենք։ Մեր ձեռքը միմյանց մեկնելու եւ սեղմելու խնդիր ունենք։ Սիրտ սրդի աչք աչքի նայելու խնդիր ունենք մենք։ Եվ դա լուծված է փառք Աստծո, մեր ժողովուրդը դա ուզում մեզանից, ավելին չի ուզում ժողովուրդը մեզանից։ Եթե ղեկավարությունը կամք ունի, ցանկություն ունի, սիրում է ժողովրդին, ժողովուրդը բնականաբար ավելին է սիրում եւ իրենք իրար եւ ղեկավարությանը, հոգեվոր թե աշխարհի, տարբերություն չկա։ Նույն ժողովրդի զավակն ենք մենք։
ես այս լավատեսությամբ հավատում եմ, որ մենք այլ ուրիշ միջոցառումներով եւս պիտի օգտակար լինենք համատեղ մարզպետի հետ միասին ձեռք տված քաղաքապետն են ներառյալ երեքով մենք Վանաձորում մի շարք խնդիրներ կարող ենք լուծել։ Շատ լավ, պարոն Նալբանդյան, բարեգործություն, բայց այնուամենայնիվ պետական ծրագրեր կան, որ իրականացվում են։ Պետական ծրագրերի շրջանակներում դուք նշեցիք, որ որոշակի թվով անօթևան դեռևս ընտանիքներ կան ու այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում։ Եթե չեմ սխալվում, մարզի Քարամիա ծրագրում էլ է նշվում դրա մասին։ Կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ ենք սպասելու առաջիկայում, այս օրինակ Քարամիա ծրագրի շրջանակներում։ Ուրեմն միջև մարզի Քարամիա ծրագրին անցնելը պետք է ասեմ, որ մարզի 113 համայնքները եւս ունեն Քարամիա զարգացման ծրագիր, այսինքն համայնքները Քարամիա զարգացման ծրագիր ունեն եւ համայնքներից ստացված Քարամիա զարգացման ծրագրերի հիման վրա ստեղծվում է մարզի զարգացման ծրագիր։ Սա շատ կարևոր բան է մեր մարզի համար եւ առաջիկա 4 տարիներին մենք պետք է առաջնորդվենք ըստ մարզի զարգացման ծրագրի։ Եվ բացի այդ դուք երևի տեղյակ եք, որ նոր կառավարություն է ձևավորվում, բնականաբար նաև կառավարության նոր ծրագիր պետք է հաստատվի ազգային ժողովում։ Սա իհարկե որոշ փոփոխություններ կմտցնի նաև մարզի զարգացման ծրագրերի մեջ, բայց ես պետք է ասեմ, որ մարզի զարգացման ծրագրերի մեջ ներառված են հիմնական այն կետերը, որը տարիներ շարունակ ծառացել է մարզի առջև Եվ մեր մարզի ծրագիրը տարբերվում է նաև այս անգամ նրանով, որ ոչ թե բարի ցանկությունների ծրագիր է սա, այն ինչ մենք կցանկանանք տեսնել, այլ ուղղակի ռեալ իրատեսական ծրագիր է, եւ ես համոզված եմ, որ ռեալ իրատեսական ծրագրին մենք առաջիկա 4 տարիներին անպայման հասնելու ենք։ Իհարկե կան գլոբալ խնդիրներ, որոնցից մեկի մասին ես խոսեցի, դա երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագիրն է, ինքը ծախսատար է եւ լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջվում, բայց ես համոզված եմ, որ այս 4 տարիների ընթացքում վերջնականապես այդ խնդիրը մենք կլուծենք։ Բացի այդ շատ կարևոր խնդիր է մեզ համար Վանաձորի բազմաբնական շենքերի ամրացման խնդիրը, ցավոք սրտի պետք է ասեմ, որ այդ բազմաբնական շենքերի ամրացման համար մենք առայժմ կոնկրետ խոստումներ չենք կարող տալ, որովհետև ֆինանսական լուրջ խնդիրներ կան եւ ինչպես իմ խոսքի մեջ նշեցի, համայնքը չունի այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար սպասում ենք պետական բյուջեից կամ այլ ֆինանսական աղբյուրներից տեսնենք, թե ինչպես կարող ենք այդ ամրացման աշխատանքները իրականացնել եւ պետք է իրողություն բոլորիս ասեմ, որ այս տարի նույնպես կլինի հրատապ ծրագիր, իսկ հրատապ ծրագիրը արդեն 5-րդն է թվով լինելու եւ այն հնարավորություն է տալիս մեզ լուծելու բոլոր համայնքներում հրատապ լուծում պահանջվող այն խնդիրները, որոնք բարձրացվել են համայնքի ղեկավարների եւ ավականիների կողմից։ Այսինքն ծրագիրը շարունակական է, ծրագրերը բազմաթիվ են բոլոր ոլորտներում։ Հրատապ ծրագրի շրջանակներում մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում կրթության ոլորտը, որը մեզ համար շատ կարևոր է եւ դպրոցաշինությունը հատկապես ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Հրատապ ծրագրերի եւ բացի այդ պետության ուշադրության կենտրոնում է նաեւ առողջապահության ոլորտը, ինչպես գիտեք, արդեն Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են, սկսված է եւ մի մասը իրականացվում է Տաշիր բարեգործական ընկերության կողմից Կարեն Կարապետյան եւ Սամվել Կարապետյան ընտանիքի ֆինանսական միջոցներով շուրջ 4 միլիոն դոլարի չափով, իսկ մյուս մասը արդեն կհատկացվի պետության կողմից, համաշխարհային բանկի կողմից վարկի տեսքով կտրամադրվի եւ ես համոզված եմ, որ այդ կարևոր խնդիրը 2016 թվականին իր վերջնական լուծումը կստանա եւ մարզը կունենա հսկա բժշկական կենտրոն բոլոր բուրս սարքավորումներով եւ գույքով ժամանակակից իհարկե դա մեր առողջապահության ոլորտում նոր թափ կհաղորդի բացի այդ բոլոր համայնքներում գրեթե շինարարական աշխատանքներ առողջապահության մասով իրականացվում են շատ շուտով կավարտվի Ալավերդու բժշկական կենտրոնի վերակառուցումը անցած տարի մենք ավարտեցինք Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգումը Տաշիրում որոշակի շինարարական աշխատանքներ իրականացվեց, Աղթալայում, նաև Մեծ Պարնիումի խոսքով բազմաթիվ ծրագրեր իրականացվում են, այս տարի մենք
շուտով կսկսվեն ճանապարհաշինարական որոշակի աշխատանքներ, այդ թվում նաև Վանաձորում, չի բացառում, որ մոտ ապագայում մենք Թումանյան փողոցի ամբողջությամբ այդ հատվածը կմիացնենք եւ կունենանք նորմալ վերանորոգված ճանապարհ։ Ծրագրերը բազմաթիվ են, չէի ցանկանա, որ այս հանդիպման ժամանակ մենք անդրադառնանք մեր մարզի ծրագրերին, ինձ թվում է մենք դեռ առիթ կունենանք մարզի խնդիրների մասով քննարկում կազմակերպելու, իսկ ինչ մնում է թե մարզպետարանը ինչ տարբերակով մասնակցեց այս ակցիային, պետք է իրոք Սրբազանից շնորհակալություն հայտնենք, որովհետև միտքը գաղափարը կրկնում եմ Սրբազանինն է եւ մարզպետարանը իր ենթակառույցներով ողջունելուց բացի փորձեց անմիջական մասնակցություն ունենալ եւ թե առողջապահության մեր համակարգը, թե կրթության համակարգը, թե մարզպետարանի աշխատակազմը ակտիվ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին եւ ամենակարևորը նա է, որ մենք կրթության ոլորտում որոշեցինք, որ աշակերտները պետք է մասնակցություն չունենան։ Կրթության ոլորտում մասնակցություն ունեցել են միայն ուսուցչական կոլեկտիվները, որը մեզ համար նույնպես շատ կարևոր է եւ միայն եւ պատկերացրեք միայն Վանաձորի կրթական օջախներն են մասնակցել, այսինքն խոսքը չի վերաբերվում մարզի կրթօջախներին։ Մասնակցություն ապահովել են միայն Վանաձորի կրթական օջախները, որովհետև նման ընտանիքներ բոլոր համայնքներում կան եւ միգուցե տվյալ համայնքի ներկայացուցիչները փորձեն իրենց համակարգացուն օգնեն, ոչ թե ասենք Վանաձորի բնակչին, չնայած բոլորս է հայ ենք, տարբերություն չկա, թե Հայաստանի որ անկյունում ի վիճակի կլինենք օգտակար լինելու եւ կցանկանայի նաեւ մի կարեւոր հանգամանքի անդրադառնալ այս բարեգործության շրջանակներում 21-րդ դարում մարդիկ իրենց ֆինանսական միջոցներից շատ դժվար են կտրվում, շատ դժվար են ինչ-որ մաս առանձնացնում ու փորձում բարեգործություն կատարել եւ ես այս քայլը ավելի շատ ողջունեցի ու ուրախացա, որ մարդիկ կամավոր փորձեցին իրենց մասնակցությունը ունենալ։ Սա ինձ ողջևորեց, սա ինձ ուրախացրեց եւ ես ապագայի նկատմամբ նոր հույսեր, նոր ծրագրեր արտնացան իմ մեջ եւ ես վստահ եմ, որ մենք Սրբազանի հետ ի վիճակի ենք դեռ շատ բարեգործական նմանատիպ ակցիաներ իրականացնել։ Թերևս ավելի խոսուն էր խորագիրը, ավելի երանելի է տալը, քան առնելը, Սրբազան հայր, ինչ պետք է անել, որ իսկապես այս գաղափարախոսությունը ավելի տարածում գտնի եւ ինչպես պարոն Ալբանդյանը նշեց, մարդիկ հեշտությամբ իրենց ֆինանսական միջոցներից հատկացնեն իրենց մերձավորներին։ Ընդամենը սիրել է պետք։ Քո նմանին սիրել է պետք։ Յուրաքանչյուր մարդու մեջ Աստծո կերպարն է, Աստծո պատկերը կա։ Հետևաբար մենք մարդու մեջ Աստծուն պետք է տեսնենք։ Ինչու՞ պիտի մեկը խեղճության, աղքատության մեջ տնանք վիճակում ապրի, գոյատևի կամ քաշ տա մի կերպ իր կյանքը, մեկ ուրիշը փառավոր, հիասքանչ պայմաններում ապրի, մեկ ուրիշը երեխան կոշիկ չունենա, մեկ ուրիշը այլ կոշիկներ եւս ունենա։ Ինչու պետք է այս տարանջատումը լինի։ Եթե սիրում ես քո նմանին, անշուշտ ավելի լավ է տալը, քան առնելը։ Անշուշտ եթե տալու գիտակցություն ունես, երանի նրան, ով տալու գիտակցություն ունի, իրենից մի բան, իր ժամանակից, իր քրդինքից, իր վաստակած գումարից, իր պատար հացից, մեկ կդոր ուրիշի տալ, կերագրել, մեծ հոգի մարդիկ միան կարող են անել։ Այն նեղ, փոքրոքի, ողորմելի մարդուն, ինչպիսի հարստություն էլ ունենա, միևնույն է նա իր անգամ, չգիտեմ, ավելորդը չի տա երբեք ուրիշին։ Իսկ նա ով սիրել գիտի, ով աստվածավախ է, ով բարեպաշտ է, բարին պաշտող է, ինքը միայն կարող է տալ։ Անդրադառնամ եւս մի հարցի, երբ դուք անընդհատ շեշտում եք, միթե սա պետության ֆունկցիա չէ, միթե սա եկեղեցու ֆունկցիան է եւ այլն եւ այլն։ Ի վերջո, պետություն հասկացողությունը հայ մարդու համար ինչ է, դարերի երազանք է։ Իսկ ով է հայ մարդը։ Ումն է պետությունը, պետությունը իմն է։ Պետությունը քոնն է, պետությունը ամենքինս է։ Մենն է այս պետությունը։ Անշուշտ պետությունը իր ֆունկցիաներն ունի, եկեղեցին էլ իրը, բայց տեղ է գալիս, որ պետք է մենք ձեռքերքի տված նման հարցեր լուծենք։ Մեր պետության մասին եք խոսում, օդար մի արժեքի մասին չեք խոսում։ Խորտ երևույթի մասին չէ այս երևույթը,
Սա մեր տարերի իղձն ու երազանքի մասին է խոսքը, որի կատարելագործմանն ենք ուզում հասնել, կառուցելով ավելի ամուր հիմքերի վրա մեր pedagogical Եվ քայլեր ենք անում դրա ուղղությամբ։ Սրբազան հայր դուք սկզբում ձեր խոսքում նշեցիք, որ քայլեր իրականացվում են այդ համագործակցությունը ավելի ամրացնելու եւ սերտացնելու համար, բայց այնուամենայնիվ որոշակի բացեր դեռևս կան։ Ես կցանկանամ նաեւ վերջում անդրադառնանք այդ բացերին, օրինակ ինչ կցանկանայիք շտկվեր պետական կառույցների կողմից եւ արդեն պարոն Ալբանդյանն է կպատասխանի, թե ինչ կցանկանար, որպեսզի շտկվեր ձեր կողմից, որպես հոգեվոր կառույցի ներկայացուցիչ։ Ուրեմն մենք բոլորս միասին, ինչպես ասի, մեկ նավի մեջ ենք գտնում, նույն նավի մեջ ենք։ Եթե նավը խորտակվում է, մենք բոլորս ենք խորտակվում։ Եթե նավը հասնում է խաղաղ նավահանգիստ, ուրեմն մենք բոլորս ենք հասնում։ Ուրեմն բաց թողումներ շատ կան։ Ի վերջո pedagogical մշակույթ է։ Մենք մեր գլուխը նոր այս 23 տարվա մեջ է, որ կարողանում ենք պահել եւ ինքներս կառավարել։ Միջ այդ խորհրդային երկիր էր եւ ովքեր են կառավարում։ Ճիշտ է, անունով հայ ազգի մարդիկ էին, բայց Երևանից չէր կառավարվում։ Մեր մայրաքաղաքից չէր կառավարվում, Մոսկվան էր կառավարում։ Ի վերջո այսօր մենք ենք մեր երկիրը կառավարում, սրանից լավ, ուրախալի լուր կամ գործընթաց ինչ եք պատկերացնում։ Եվ բնական է, որ բացթողումներ պետք է լինեն։ Օրինակ ինձ համար ամենախոցելի հարցը, որ կա, խղճի ազատության մասին օրենքն է, որ առ այսօր մեր պետությունը չկարողացավ վերջնականապես լուծել։ Շատ բարի, ձեր դիրքորոշումը պարզ էր, թե ինչու՞ն է թերանում պետությունը, հիմա պարոն Ալբանդյան։ Ինչ վերաբերվում է, թե ինչ խնդիրներ կա մեր եկեղեցում, մեր հոգևոր կյանքում, ապա պետք է ասեմ, որ խնդիրները ընդհանուր են։ Ես չեմ ցանկանա խնդիրները առանձնացնել, եւ եթե նույնիսկ թերանում ենք մենք ինչ-որ հարցում, պետք չի մեղքը բարթել եկեղեցու վրա, որովհետեւ մենք ինքներս էլ անելիք ունենք։ Եթե թերանում ենք պետական կառույցների ամրապնդման հարցում, պետք չէ նորից բարթել ինչ-որ մեկի վրա։ Ես վստահ եմ ու համոզված, որ մեզ պակասում է մի կարևոր բան՝ միասնականություն, եւ եթե լինենք միասնական, այն խնդիրները, որ այսօր կան, իհարկե կան խնդիրներ, որ մեզ անհանգստացնում են, եթե միասնական լինենք, ես համոզված եմ, որ միահամուռ ուժերով մենք ի վիճակի կլինենք բոլոր այդ խնդիրները լուծելու։ Ինչ վերաբերում է օրենքի բացերին, օրենքներին, ապա պետք է ասեմ, որ եթե նայում ենք բոլոր օրենքները, գրեթե բոլոր օրենքներն էլ թվում է թե լավն են ու տեղին են, արժանի են, բայց արդյոք մենք այդ օրենքները ճիշտ ենք իրականացնում։ Սա շատ կարևոր խնդիր է։ Նույնիսկ եթե այս օրենքները մենք կիրառենք թերություններով, այսինքն այն ինչ կա, որ մենք գտնում ենք ինքը թերություններ ունի, բայց կիրառենք ոնց կարգն է, չշրջանցենք օրենքները, ես համոզված եմ, որ այս վիճակից շատ ավելի շահեկան դիրքում կլինեն, քան այսօր։ Այնպես որ պետք է մեզանից յուրաքանչյուրը իր տեղում լինի, պետք է որ մեզանից յուրաքանչյուրը խնդրին ավելի պետական մտածելակերպով մոտենա եւ ես կարծում եմ, որ մեր մոտ բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն։ Շատ շնորհակալություն հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար, շնորհակալ եմ, որ ձեր ժամանակից տրամադրեցիք մեզ եւ վերջաբանի համար, եթե կոչ ունեք, խնդրեմ, Սրբազան հայր։ Ես սիրում եմ իմ երկիրը, իմ հայրենիքը, հարգում եմ իմ pedagogical-ությունը, որովհետև ես ինքս ինձ եմ սիրում եւ հարգում եմ ինքս ինձ եւ իմ ժողովրդին։ Եթե մենք միմյանց չսիրենք ու չհարգենք, մեզ ոչ ոք չի սիրի եւ ոչ ոք չի հարգի առավել եւս։ Ուրեմն մեր զորությունը մեր միասնության մեջ է, մեր ամբողջականության մեջ է։ Պետք չէ տարանջատել, սա pedagogical ծրագիր է, սա եկեղեցական ծրագիր է։ Սա անհատական է, սա ընդհանրական է, այլ մենք բոլորս միասնաբար պետք է կարողանանք մեր pedagogical-ությունը կերտել ու զորացնել։ Ձեր ձեռքի տված։ Ես հավատում եմ մեր միասնականությանը։ Ահա այս է իմ բարի մաղթանքը, որ այսպես լինի եւ մեր վանաձորցիներին էլ ուզում եմ ի խորոց սրտից շնորհակալություն հայտնել։ Հալալ լինի ձեզ, սիրելի իմ հայրենագիտներ, որ դուք մասնակցեցիք, գիտակցաբար մասնակցեցիք այս ծրագրին։ Հալալ լինի ձեզ, սիրելով մասնակցեցիք։ Սա է, որ ինձ համար մխիթարական է եւ ուժ ու եռանդ հաղորդեց, որ ավելի լավ կարողանանք ծառայել մեր ժողովրդին, մեր ազգաբնակչությանը։ Շնորհակալություն եւ պարոն Ալբանդյան։ Միջև բարեգործական ակցիան սկսել է, Սրբազանի հետ պայմանավորվել էինք եւ այդպես էլ առաջնորդվեցինք, որ այս բարեգործությունը որևէ քաղաքական
ճանապարհ ենթատեքստ պետք է չունենա, բնականաբար եթե քաղաքական ենթատեքստ կա բարեգործության տակ, նա դադարում է բարեգործություն լինելուց եւ այս առումով մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, իրոք սա բարեգործություն է եւ ես նույնպես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն վանաձորցիներին, ովքեր ողջունեցին այս բարեգործական ծրագիրը եւ ովքեր իրենց մասնակցությունը ունեցան եւ իրենց փոքրիկ լուման դրեցին, որպեսզի այդ ընտանիքը ունենա իր բնակարանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, իսկ ձեզ հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ մեր տեսադաշտում էին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր-Սեպու arczepiskopos Չուլջյանը եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Հարգելիներս, ես եւս կոչ պետք է անեմ, որ իսկապես միասնական լինենք եւ հիշենք ոսկե կանոնը։ Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ անեն ձեզ, այնպես էլ դուք արեք նրանց։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք մեր տեսադաշտում, մենք դեռ հանդիպելու ենք։